Շարունակում ենք ծրագիրը եւ արդեն մեզ է միացել վերլուծաբան Արմեն Չիբուշյանը, բարի երեկո Արմեն։ Բարի երեկո։ Սկսենք երևի Ռուսաստանի, ինչ ասեմ, նավթային թե բենզինի կրիզիսից։ Ես ինչքան հասկացա, վերամշակել չեն կարողանում, չէ՞, ուկրաինական այս հարձակումների։ Այո, այդ մասին անպայման խոսենք, բայց Արմեն, ուզում եմ ես վերադառնալ անցյալ օրվա մեր խոսակցությանը, երբ խոստացանք խոսել Պուտինի հետ հրամանագրի մասին նոր ստորագրած, որը կարծում եմ շատ կարևոր է, այդ մասին խոսենք ու հետո կանցնենք արդեն այս թեմային։ Ուրեմն 3 առաջի օրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հիմա ես իմ հետ չունեմ տեքստը, բայց ասեմ բառերով ինչ էր կատարվել, ստորագրել էր դուրս էր եկել եվրոպական մի համաձայնագրից, որով արգելվում էր կալանավորների կտանքները, տանջանքները, հոգեկան կամ այո տարապանք պատճառելը եւ այլն, ինքը ստորագրել էր, որ դրանով դուրս է գալիս այդ պայմանագրից, այսինքն ինքը ինչ ուզենա կարող է անել իր երկրում իր կալանավորների հետ։ Դե Արմեն, այնպես չի որ առանց այդ էլ ինքը անում էր, չէ՞։ Այո։ Բավականին ինչ որ ուզում էր։ Հիմա այս հայտարարությունը իլուր աշխարհի, որ այսինքն ես չեմ ենթարկում այդ օրենքներին տեսակ մարտահրավերի նման չի հնչում ամբողջ աշխարհի, որ ես ինչ ուզեմ կանեմ, տեսնեմ դուք ինչ կարող եք պատասխանել սրան։ Այո, միջև սկսել եմ մի կարևոր բան ուզում ասեմ, երեք մենք Արուսյակի հետ այսպես ասած բանավիճում էինք։ Այս թեմայի վրա։ Չէ, դա ուրիշ թեմաներ է, վերջում Արուսյակը եզրափակելուց ասեց, որ մենք տարբեր բևեռներում ենք, ես ուղղակի ժամանակը վերջացել էր չարձագանքեցի, այստեղ շատ կարևոր պահ է։ Ես ուզում շեշտեմ, որ վերլուծաբանը ոչ մի բևեռում պետքա չլինի, այսինքն ես կոնկրետ որևէ բևեռում չեմ։ Այսինքն սա կարևոր է շեշտել, որովհետև մեր հեռուստադիտողներն են կարծում ովքերին վերլուծություններին սպասում, նակնկալում են, որ սա երեկվա այո, չէ, ուղղակի ես որպես վերլուծաբան իրավունք չունեմ որևէ բևեռում լինեմ, ես սա ուզում շեշտեմ, ուղղակի երեք հաղորդում փակում էր, այսինքն որ խոսենք, էլի խոսենք, դրա համար հիմա ուզում սա հատուկ շեշտել, որ ես սիմպաթիաներ չունեմ որևէ մեկի նկատմամբ, որևէ մեկի նկատմամբ անսիմպաթիաներ չունեմ, ես դատում եմ գործերով, բևեռ իմ հասկացությունը իմ համար գոյություն չունի, այդ ինձ թվում է դա իմ ամենակարևոր, ես դա համարում եմ ամենապես իմ ամենակարևոր առաջնորդությունից մեկը։ Այսինքն նույն մարդուն, որ ես կարամ 3 դաժանաբար քննադատեմ, հաջորդ օրը եթե գործերը լավ լինեն, կարող եմ մեծ սիրով գովել այս տարբերությամբ։ Հասկացա, Արոն, թույլ չէ ավելացնեմ, դրան ես ասելիք ունեմ։ Իհարկե մենք բոլորս էլ չենք ուզում բևեռացված լինել, ինչպես Արմենը ասեց, այս կողմ կամ այն կողմ բռնել, բայց արի խոստով անենք, որ երբեմն մեզ չի հաջողվում դա լիակատար անել, եւ մենք էլ սխալներ ենք թույլ տալիս, մեկ հետո ուղում ենք կամ հետո չենք ուղում։ Այնպես չի որ կատարյալ ենք, չի լինում, ուղղակի բայց այդ ուղղությամբ մենք այո խնդիրը այսպես է, ես ավելի շատ կասեմ, մեկ էմոցիաների խնդիր ունենք, որովհետև մենք էլ մարդ ենք, այո, այսինքն մեկ վատ գործերին կարող ենք օրինակի համար մի քիչ ավելի այսպես բան, այսինքն այն գործը որ հասկանում ենք, մի քիչ ավելի էմոցիոնալ արձագանքին, նույնը վերաբերում է լավ բաներին արձագանքելուց կարող ենք մի քիչ, այսինքն չափից շատ լավ կամ եւ այլն։ Ուզում ասեմ, այդ էմոցիաները բոլորին այո, բնորոշ է։ Բաժակի կամ ափսեի նկատմամբ մենք ունենք սրբիչի, որը մի փոքր ավելի է քեզ դրական, մյուսը բնական է կարող է, այսինքն ես նույնիսկ եմ ասում, իմ մոտ դա կրկին ձևավորվում է ըստ գործերի։ Եթե ես տեսնեմ, բնականաբար երբ որ դու տեսնում ես, որ մեկը սկսում է լավ գործեր, ճիշտ գործեր հանուն երկրի հանուն եւ այլն, ավտոմատ չի բացառվում, որ սկսի առաջանալ այսպես սիմպաթիա, հա, ասենք որ մեկը սկսում է լավ լիդեր դառնալ, լավ օրինակ։ Քանի որ խոսել ենք այս մասին, ես էլ եմ ուզում եմ շարունակել այս թեման, կարծում եմ ձեզ էլ հետաքրքիր։ Իմ կարծիքով Արմեն, այս մեր միսիան քեզ հետ կապված, մենք ասենք լուրեր ենք հաղորդում, հետո քեզ հետ անալիզ ենք անում։ Նրա համար է, որպեսզի այս բարդ քաղաքական աշխարհում ոչ թե մենք մեր հեռուստադիտողներին ասենք, այսա ճիշտ է, այսա սխալ է, սա վավայա, սա լավ է, այլ փորձենք բացատրել իրավիճակը, որ իրենք կարողանան կարծիք կազմել այդ ամեն ինչի մասին եւ թողնենք վերջնական կարծիքը իրենց։ Եթե համաձայն ես սրա հետ, բնականաբար այդտեղ կա ուրեմն ճշմարտություն, բայց այսինքն այն իմաստով, որ ձեր պարագայում, այո, դուք լուրեր եք հաղորդում, տալիս եք ինֆորմացիա, բայց իմ պարագայում, քանի որ ես վերլուծություն եմ անում, ես նաև իմ տեսակետն եմ ներկայացնում, օրինակ այս կամ իրակի շուրջ ես այսինքն ոնց եմ պատկերացնում այդ իրավիճակը։ Բայց ոչ թե ճիշտ է, սա է սխալը։ Չէ, ոչ մեկ չի կարող, ոչ մեկ չի կարող, այո, բնականաբար հեռուստատողը արդեն դատում է ըստ գործերի, ըստ կանխատեսումների, ըստ խոսույթի ինքը արդեն վերլուծում է իր մեջ, այո։ Ես հրահանգում եմ միևնույն է, վերջում ես հրահանգումը իրենք են անում եւ մեր գնահատականն վերջում իրենք են տալիս։ Ինչ վերաբերում է Պուտինի հրամանագրին։ Այո, Պուտինի հրամանագրին, այստեղ շատ կարևոր մի բան կա, ուրեմն որ Ռուսաստան, քանի որ բազմաթիվ ապացույցներ արդեն կան եւ անկախ հետախուզ, ես դες պատճառը ասեմ ինչի է դա այդպես ամ, անկախ հետախուզոտողներ կան, ուրեմն այդ OSINT պրոյեկտներ են կոչվում, չէ, նաեւ
տարբեր, որոնք ապացուցել են, որ ռուսական բանակում կտանքները, նաև ռազմագերիների, որ բանտերում կտանքները, ուկրաինացի ռազմագերիների, իդեպ եւ ոչ միայն ուկրաինացի ռազմագերիների, բայց հիմնականում ընդունված կարգ է։ Այո, դա ընդունված կարգ է։ Եվ ոստիկանությունում էլ են նույն բանը։ Այո, եւ քանի որ ապացուցված է, բնականաբար արդեն բազմաթիվ մարդիկ հայտնվում են դառնում են միջազգային քրեական դատարանի, այդ թվում Վլադիմիր Պուտինը, գիտեք, ուրեմն թե բան, տեխնացու, հասկացաք։ Այսինքն, քանի որ ապացուցված դեպքեր բերվում անընդհատ նոր, դրա համար տարբեր երկրներ կսեն իր դեմ կալանքի։ Ոչ միայն իր դեմ, սկսած բանտապահի, սկսած կնտակների ենթարկողի, անուններ իդեպ հենց այդ հետազոտողները ճշտում են անունները, ով որ պահին ինչ կտանքի է, ուրեմն լավատեղյակ են իրադրություն։ Այո, եւ որպեսզի հասկանալով այդ քրեական գործերը շատանալու են հեսա, պարտավորություն ունի, չէ՞, ինքը պարտավորություն ստորագրել է, չէ՞, դրա տակի կողակի ստորագրությունը հանում է, պարտավորությունը իր վրայից վայր է դնում։ Ինչ որտեղ սա իբր թե խորամանկ քայլ է։ Բայց դա նաև մեսեջա, չէ, ամբողջ աշխարհին, թե ես ով եմ եւ ինչ քաղաքականություն եմ։ Միանշանակ, ես իմաստով ես շատ ուզում եմ շեշտել, շատ նորից ուզում եմ բարձրացնել Գյորգի Կինոյանի թեման, մարդ, որը Ուկրաինայի կողմից կռվել է, վրացի հայ է, որը Վրաստանից անցել է Հայաստան եւ Հայաստանում ձերբակալվել է, բայց անգամ վրացական ոստիկանությունն է ուրեմն չի ցանկացել քրեական գործ հարուցել նրա հետ կապված, հասկանալով խնդրի նրբությունը։ Դոնեցկի չճանաչված հանրապետության դատարանը մեղադրական եզրակացություն է կայացրել նրա նկատմամբ եւ դե բնականաբար քանի որ Դոնեցկի դատարանը կայացրել, Ռուսաստանը պահանջում է Կինոյանին, բայց չի կարող Դոնեցկի դատարան հասկացություն այդպիսի բան միջազգային իրավունքում չկա, օրենքներում էլ չկա, այդպիսի բան գոյություն չունի, որտեղ Դոնեցկ հանրապետություն գոյություն չունի, հետեւաբար չի կարող նման որոշման, նման դատարանի որոշման հիման վրա Ռուսաստանը Հայաստանից որևէ մեկին պահանջել, դա աբսուրդ է, բայց ցավոք սրտի հիմա հայ միջազգային, կներեք, հայ իրավապաշտպաններն են բարձրացնում նաև այդ հարցը եւ իրենք էլ նաև հասկանում են, որ պետք է այս հարցը շատ բարձրացվի, 20 օրյա կալանք են տվել եւ մինչեւ այսօր Գյորգի Կինոյանը գտնվում է հայկական բանտում, ձերբակալված է եւ ես նորից ուզում եմ հաշվի առնելով նաեւ այս կտանքների հետ կապված, որ ըստ էության դուրս է գալիս, սա նշանակում է, որ ես ենթադրում եմ, որ Հայաստանը ստորագրած է եւ մնում է ստորագրած այդ հարցում։ Սա նշանակում է, որ դու քո հայրենակցին, անկախ նրանից որ երկրի քաղաքացի է, պատրաստ ես ուղարկել Ռուսաստան կտանքների, առավելևս անմարդկային, իմանալով, որ այնտեղ կտանքները արգելված չեն։ Այո, դրա համար ես ուղղակի ուրեմն նորից եւ հերթական անգամ կոչ եմ անում Գյորգի Կինոյանին, որովհետեւ դա նաեւ սարսափելի հետևանք կունենա Հայաստանի միջազգային իմիջի վրա։ Շատ արագ այդ տղային պետքա բաց թողնել, շատ արագ։ Լավ, հիմա մեզ մոտ գովազդ վերադառնանք ու կշարունակենք զրույցը Արմեն Չիբուխչյանին։ Շարունակում ենք ծրագիրը եւ զրույցը վերլուծաբան Արմեն Չիբուխչյանի հետ։ Արմեն, խոսում ենք, հստացանք խոսել Ռուսաստանի բենզինի խնդիրներից, որ ըստ ես շատ հավատացի ճիշտն ասեմ, բայց ասում եմ, որ մինչեւ 50% նու 40 դեռ։ Բայց էլի մեծ բան է, էլի։ 19 հետո 20 դարավ, հետո 26 դարավ, հիմա արդեն խոսում են։ Արմեն, բայց մենակ Ուկրաինայի ֆակտորը չի ինձ թվում այստեղ։ Ուրիշ բաներ էլ կան, էլի, իրենց այդ ոչ կազմակերպված լինելը, ոչ ճիշտ ամեն ինչը ծրագրելը, կոնկրետ այդ նավթավերակը օլիգարխների այդ բանը, որ այդ սա, գիտենք, չէ, այդ նավթի բանի բիզնեսը օլիգարխների ձեռքում է, այդ իրենց թելադրանքները գինը բարձրացնել, իջեցնելը, եւ Ուկրաինայի իհարկե այդ հարվածները, դրոնների հարվածները մեծ տարբերություն արեցին, եւ կարծես թե անակնկալ եկավ այդ իմաստով Ռուսաստանը, չէ, իրեն չէր պատկերացնում։ Մենք եկեք այստեղ հասկանանք, որ բացի այն, որ բնականաբար որոշակի չափով նավթի արտահանումը իջավ պատերազմի այդ պատժամիջոցների պատճառով, հա,
Հիմա գիտեք, նաև գինը ստիպված եղան իջեցնեն, սահմանեցին ուրեմն առաստաղ գնի $60, հիմա բանակցում են, որպեսզի իջեցնեն $49, եթե չեմ սխալվում։ Դրա համար փորձեցին ռուսական նավթի գինը իջեցնել, բայց կոնկրետ այս պարագայում սա մենք խոսում ենք վերամշակման մասին։ Այո։ Այսինքն ոչ թե նավթի հանքավայրներն են վնասվում, որը կբերեր, չգիտեմ, այլ վնասվում են կոնկրետ այն գործարաններն ու պահեսները, որտեղ կան պահվում է վերամշակված նավթամթերք, օրինակ բենզին։ Կամ ուրեմն գործարան, որը իրականացնում է այդ վերամշակման process-ը, այսինքն հում նավթից իրականացնում է, որտեղ դա ամենակարևոր բանն է, դա իդեպ այսպես դա հեշտ տեխնոլոգիաներ չեն եւ ուրեմն Ռուսաստանի տարբեր տարածքներում բազմաթիվ այդպիսի գործարաններ կան։ Եվ ասում են շատ վատն է ռուսական գործարանների արտադրանքի որակը։ Դե չեմ բացառում, այո, դե այդ արդեն մարդիկ ովքեր օգտվել են ռուսական բենզինից, իրենք կարող են հաստատել, դա լավն է թե վատն է, ես չեմ օգտվել, չեմ կարող ասել։ Չնայած ենթադրում եմ, որ Հայաստանում ինչ որ օգտվել են, գուցե ինչ-որ մի մասը ռուսական բենզին էր։ Երեք կարծեմ լսում եմ մասնագետեր, որ ասում են Չինաստանից, որ առնում են տասնյակ անգամներ ավելի բարձր որակ է, քան իրենք որ որովհետև Չինաստանն էլ վերցնում է հում նավթամթերքը, ինքը վերամշակում է, այո, եւ ավելի թանկ գնով վաճառում է, որտեղ շատ էժան վերցնում է Ռուսաստանից։ Հիմա տեսեք, այո, իրականացնելով այդպիսի հարվածներ, կոնկրետ ինքը պակասացնում է վերամշակման հնարավորությունները։ Բնականաբար ռազմաճակատ ուշացումով է հասնում, ինչի համար սա նաև արվում։ Իրենց անվտանգության համար ռազմաճակատ ուշացումով է հասնում բենզինը, հա։ Ենթադրենք, չգիտեմ, օրինակ հիմա այդ օկուպացված տարածքներում արդեն չկա բենզին։ Օրինակ նույն այդ Դոնեցկ, Լուգանսկ այդ քաղաքներում, որ տեսնեք ինչ բողոք է գնում բնակչության կողմից, իրանք ընդհանրապես չունեն բենզին։ Չեկերով, ուրեմն, չգիտեմ, անգամ իրենց այդ վային կորներ կան, չէ՞, ռազմական լրագրողները, որը պետք է գնան նկհասնեն, չգիտեմ, Դոնեցկ այդտեղից ռազմաճակատ, իրենք են բողոքում, որ եթե գնացիր Դոնեցկ բենզին հաշվի մոռացի բենզին, այո, չես կարող շարունակել։ Այսինքն այսպիսի իրավիճակ է տեղի ունենում։ Եվ սա շատ կարևոր է, որովհետև ես տեսականորեն պատկերացնենք, օրինակ, որ հում նավթը ավելի էժան է, քան ասենք պատրաստի ապրանքը, չէ, եւ այլն։ Եվ այսպես շարունակ։ Երկրորդը պատկերացրեք, որ ինչ քանակության բենզին չի վաճառվում, որ պիտի վերամշակվի, վաճառվի եւ այլն։ Այսինքն բոլոր առումներով սա լրջագույն հարված է Ռուսաստանին եւ ամենակարևորը ոչ ես մասնագետ չեմ նավթի ու նավթամթերքի, բայց ենթադրում եմ, որ որևէ ձևով կլինի դա դիզել, կլինի դա որևէ տարբերակով չվերամշակված նավթը օգտագործելը շատ դժվար է, ասինքն եւ արդյունաբերության մեջ եւ այսպես պիտի դու վերամշակում ես, որ կարողանաս օգտագործես տարբեր նպատակներով, հա, այսինքն միևնույնն է դու ում որ վաճառում ես հում նավթը, թողնել են նավթի մասնագետները, բայց տրամաբանում եմ ուղղակի, ում վաճառում ես հում նավթը, ինքը պետք է վերամշակի, այսինքն եւ կան այդ երկրներ, ավելի էժան առնում են հում նավթը, իրենց մոտ են վերամշակում այդ ամեն ինչը։ Եվ սա ուղղված է ռուսական կարողությունների եւ նաեւ ռազմական կարողությունների, բայց ուշադրություն դարձրեք, որ հիմա Ուկրաինան անցավ նաեւ ուրեմն ենթակառուցվածքների ոչնչացմանը, որովհետև երկար ժամանակ ռուսները ոչնչացնում էին քաղաքացիական ենթակառուցվածքը։ Օրինակ բլեքաուտներ էին կազմակերպում, ուրեմն ցրտի մեջ էին պահում Ուկրաինան, հատկապես հիմա ձմեռային սեզոնը։ Եվ արդեն Զելենսկին ցույց տվեց, որ ուրեմն չի անցնելու եւ այս տարի արդեն իրենք ունեն հնարավորություն, պատկերացրեք հետաքրքրական ինչա տեղի ունեցել։ Երբ որ 2 օր առաջ Բելգրադում հոսանքազրկվեց, Բելգրադի մեծ մասը եւ 400 գյուղեր հարակից բնակավայրեր, ուրեմն տեղի ունեցավ հետեւյալը, հարվածել են հայմարսներով ամերիկյան։ Միշտ դրանով խուսափում են։ Եվ վերադառնանք նրան, որ մի փաստորեն դրանից առաջ Քելոգներ հարցազրույց տվել, գեներալ Քելոգը, բանագնաց Ուկրաինայի հարցով, եւ ասել է, որ ոչ մի սահմանափակում մենք չենք դրել Ուկրաինայի հետ կապված, այդպես չի լինում պատերազմը։ Եվ հիմա հիմնականում վերլուծաբանները նշում են, որ Բայդենի ու Թրամփի ադմինիստրացիայի հիմնական տարբերությունն այն է, որ չնայած Թրամփը, այսպես Բայդենը զենք էր տալիս անվճար, հա, մեծ գումարներ հատկացնում, բայց չէր թույլ տալիս, այո, շատ կարևոր չէր թույլ տալիս այդ զենքը օգտագործեն։ Հիմա Թրամփը վաճառել վերջերս թույլ տվեց, եթե չեմ սխալվում, այո, չէ, ոչ թե վաճառել, չէր վաճառում զենք, այսինքն չէր տալիս։ Հիմա սկսեց վաճառել զենքը, եվրոպացիները գնում են տալիս են ուկրաինացիներին, բայց չի արգելում կարծես թե։ Հիմա գլխավոր խնդիրը տոմոհավքերն է, որոնց մասին շատ ակտիվացել են խոսակցությունները եւ ես որքան տեսնում եմ Միացյալ Նահանգները հատուկ
այս խոսույթը տարածում են Պուտինին բան հասկացնելու համար, որ պետք է գալ, եւ դուք տեսաք, որ իդեպ մենք ես շատ կուզեի որ խոսենք, բայց երևի չհասնենք, գուցե վաղ Արուսի հետ հաջողացնենք զրուցել, շատ հետաքրքիր հանդիպում տեղի ունեցավ ուրեմն Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարի, կներեք պաշտպանության չէ, պատերազմի նախարարի, այո, բայց իդեպ կոնգրեսը պիտի հաստատի Սա իրենք որ ասում են դերերանգություն են, բայց պատերազմի նախարարի Դոնալդ Թրամփի եւ ԱՄՆ մոտ 1800 կարծեմ բարձրաստիճան ամենաբարձրաստիճան գեներալների, որտեղ շատ հետաքրքիր մեսիջներ հնչեցին, շատերը փորձում են ծաղրել, շատերը իրենց համար ինչ որ զվարճալի հատվածներ են հանում, բայց դա լրջագույն հանդիպում էր լրջագույն մեսիջներով։ Իդեպ որտեղ Մեդվեդևին Դոնալդ Թրամփը անվանեց ապուշ, այո։ Այսքան այսօր համար կհանդիպենք վաղը, մինչ տեսություն։ Հաջողություն։